Ողջույն սիրելիներս, այսօր նոր առաջադրանքի հետքերով եկել են Կոտայքի մարզին պատկանող Գեղաշեն բնակավայր։ Տիգրան Բարսեղյանը մեզ հրավիրել է իրենց գյուղ, որպեսզի միասին բարձրանանք սարը եւ այնտեղ տեղադրենք Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Քանի որ արդեն Գեղաշենում ենք, առաջարկում եմ գնանք ու փորձենք գտնել Տիգրանին։ Այո։ Մերի արի էս երեխուց հարցնենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դու Տիգրանի ճանաչում ես։ Որ Տիգրանին։ Բարսեղյան։ Հա, նա իմ ընկերն է։ Հա, տանտեղը կարաս մեզ ցույց տաս։ Եկեք ցույց տամ։ Հեսա հասանք Տիգրանենց տունը։ Շունուն է։ Հա, շատ մեծ։ Մենք վախենում ենք շունից։ Դու կարաս գնաս կանչես։ Հա, Դե գնա։ Վայ արևիկ, բարև ձեզ, ես եկել էի գործարը բարձրանենք, ես չիմացա, որ իմ զանգից հետո մի քանի օր հետո կգայիք։ Հա, Տիգրան ջան, մենք էլ ընկած գյուղով մեկ քեզ ենք ման գալիս։ Հա, իմացա, իմ ընկերը ասաց, որ ինձ եք ման գալիս, եկաք գտակ։ Գնացինք։ Գնացինք։ Մեկի գնան, ժամանակ չկորցնենք։ Ըհը։ Երեխեք ոտքով ենք սարը բարձրանալու։ Հա։ Արև, Այո։ պաստառ եմ բերել, որ հայրենիքի մասին մեր պատկերացումները նկարենք պաստառի վրա։ Լավ գաղափար է, դրոշի հետ մեկտեղ կբարձրացնենք սարը։ Հա, Դե գնանք գրենք։ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ուզում ենք, որ հայրենիքի մասին ձեր պատկերացումները նկարեք պաստառի վրա։ Իմ հայրենիքը իմ տունն է, յուրաքանչյուր գյուղում, քաղաքում, մարզում, ես ինձ զգում եմ ինչպես իմ տանը, որովհետև ես իմ հայրենիքում եմ։ Տիգրան, հերթը քոնն է, ինչ ես պատկերում։ Ծոր։ Տիգրան, այսինքն դու հայրենիք ասելով հասկանում ես ծառ։ Հա, Ինչու։ որ մարդը կարա 3 բան անի, ծառ տնկի, գործ անի եւ երեխա ունենա, որ մեր հայրենիքը շենացնեն։ Ապրես։ Ինքը նկատի ուներ տղային, որ յուրաքանչյուր տղա իր կյանքում պետք է 3 բան անի, էլի։ 3 բան անի։ Տուն սարքի, ծառ տնկի ու տղա ունենա։ Տղա ունենա, որ մեր հայրենիքը շենացնեն։ Դու ինչ ես պատկերացնում հայրենիք ասելով։ ես կնկարեմ կապույտ երկինք, Ինչու։ որ մեր հայրենիքում միշտ խաղաղություն լինի։ Ապրես։ Ապրես։ Դու ինչ ես ուզում նկարես, Մերի։ Ես կնկարեմ սրտիկ, որովհետև ինձ թվում է հայրենիքը սկսվում է սիրելուց։ Սարքես դու էլ արի նկարի։ Ինչ նկարեմ։ Նկարի թե ինչ ես պատկերացնում հայրենիք ասելով։ Սարգիսը ծաղիկ է նկարում, ինչու ծաղիկ, Սարգիս ջան։ Որովհետև մեր հայրենիքը նման է ծաղ։ Ապրես, ծաղիկի նման նոր փաչը պետքա սիրել, գուրգուրել, փայփայել։ Ջրել, այո։ Բայց չքաղել։ Վահա գարի դու էլ նկարի։ Կամ Արի։ Տիգրան ջան, ես դրոշը քեզ։ Այսինքն գցի մեջքիդ։ Ինչ նկարեմ։ Կարամ ես հեռախոսով նկարեմ, Ինչի հեռախոսը։ որովհետև հայրենիքը մենք ենք։ Եկեք մի հատ բոլորդ նայեք կամերային։ Նայում եք։ Տիգրան նայի։ Երեխեք, այս սարը պետքա բարձրանանք։ Այո, Իսկ այս սարը անուն ունի։ այո։ Չռի դոշը։ Չռի դոշ են ասում։ Այո։ Հենց այդպես։ Ինչու չռի դոշ։ Որ առաջ ձյուն է եկել, այդպես ջուր է լցվել գյուղի մեջ, որ դա դոշա, ասել են չռաններ ա եղել, ասել են չռի դոշ։ Հետաքրքիր պատմություն է, բայց բա ո՞նց բարձրանանք հիմա։ Հիմա բան չէ, այս կողմով պետքա ոտքով բարձրանանք։ Այսպես գնանք հիմա։ Հա, ոտքով պետքա բարձրանանք, որ դրոշը տեղադրենք։ Իսկ որ տեղադրենք, գյուղից կերևա դրոշը։ Հա, կերևա։
Երեխեք ո՞նց եք սովորում դպրոցում։ Լավ։ Նորմալ։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարցնել, ո՞րն է ձեր ամենասիրելի առարկան։ Մաթեմատիկան։ Բականը։ Աշխարհագրություն։ Մաթեմատիկոսներին հիմա հարց եմ տալիս։ 6 անգամ 7։ 42։ Կինզումերին հետաքրքիր է, թե որ երկիրը կցանկանայիք տեսնել։ Եգիպտոս։ Իսկ դուք Ամերիկա։ Եգիպտոս։ Դել Եգիպտոս։ Ինչի Եգիպտոս։ Որտեվ ստակ երկիր է, համել մարդիկ լավ են վերաբերվում ուրիշ մարդկանց։ Ինչ գիտես, եղել ես Եգիպտոս։ Եգիպտոսում չեմ եղել, բայց իմ ընկերը գնացել է, պատմել է ինձ իրանց մասին։ Բա երեխեք ո՞նց եք այսքանը բարձրանում։ Հեշտ։ Շունչերս կտրվեց։ Մենք էներգիա ունենք։ Մենք ամեն օր ստեղ խաղում։ Կերակոց են խաղում, կամ տարբեր տեսակի բաներ, բայց ամենաշատը կերակոց են խաղում։ Որ հիմա բանից սովորենք, որ գնանք մեր հայրենիքը պաշտպանենք։ Երեխեք, այս սարը քանի մետր բարձրություն ունի։ Մի հաստատ մի 250 կամ 300-350 մետր կլինի։ Հələ օգնի Տիգրան ջան։ Գյուղի ամենաբարձր կետն է։ Գետը չէ սարը։ Կետը ասեց։ Գետը։ Գյուղի բարձրը կետն է, թութկեն։ Այնա։ Որն է։ Այնա, այն թութկեն։ Հա, այն մի սարը սրանից բարձր է։ Այո։ Ես հասկանում եմ, որ դուք երեկվա երեխեքն եք ու ջահել եք, բայց եկեք 2 րոպե նստենք ստեղ հանգստանանք, որ շարունակենք, էլի։ Կարելի է, չէ, հոգնեցինք։ Այսքան երբ էինք քայլել։ Քաշենք։ Ոյ։ Սա փուշ է, որտեղ նստեմ։ Քարե քաշի նստի։ Երեխեք, սա երկու գյուղ է։ Ոչ, մի գյուղը։ Գեղաշենն է։ Այո։ Մեծ գյուղ է, չէ։ Այո։ Իրա սարերով, լեռներով մեծ գյուղ է։ Օրինակ, ո՞րն է գյուղում ձեր ամենասիրելի վայրը։ Իմը արձանը։ Ինչ հարցան։ Ուրիշ արձանը մեր։ Հա, Սարգիս ջան, բա քո սիրելի վայրը ո՞րն է։ Արձանը։ Քոնն էլ Արցանը է։ Բա քոնը։ Իմն էլ արձանը։ Ուրիշ տեղ չկա գյուղում։ Էլի կա, էլի եմ ես սիրում։ Բա Կարմիր սարը։ բա այս սարը ում սիրելի վայրն է։ Էսի չգիտեմ։ Բայց էս էլա։ Մի խոսքով գյուղի բոլոր սարերը մեր սիրելի վայրն են։ Էս սարը իմ սիրած սարն է։ Էսի կկոչվի այսուհետ Վահագան սար։ Երեխեք, եկեք քվյարկենք, ով է համաձայն, որ չռի դոշը կոչվի Վահագնասար։ Ապրեք։ Տիգրան, խի համաձայն չես։ Ես չեմ ուզում մեր չրիդոշը փոխի Վագնասար։ Բա որ փոխենք Տիգրանասար կհամաձայնես։ Այո։ Յա, Լավ է, էլի։ դու համաձայն չես, նորայրն Սարգիս համաձայն չեն։ Դու ինչ կկոչես։ Ես կուզեմ, որ մեր չռիդոշ մնա։ Բա դու։ Ես էլ ինձ կուզեմ։ Ես էլ եմ ուզում մնա չրիդոշ։ Դե վերջ պայմանավորվեցինք։ Ժողովուրդ, ես ինչ սիրուն տեսարանա։ Ամբողջ գյուղը երևում է, երեխեք։ Բա, Հրաշք է, հրաշք։ սիրուն բնություն ունենք։ Բա ու քնունգ են վերել, որ փորենք։ Ապրես։ Երեխեք դու կարող եք փորեք։ Այո։ Բա եկեք փորեք, ես չեմ կարող։ Երագույնը տեղադրեցինք։ Հիմա մեզ պակասում է հայրենասիրական երգը։ Ձեզնից ով է լավ երգում։ Ես։ Դե քեզ տեսնենք։ Արևաշողեր էր գցել քարվաճարիս լանջերին, թեկուզ թշնամու ձերքին է, բայց սպասում է քաջերին։ Արևաշողեր էր գցել քարվաճարիս լանջերին, թեկուզ թշնամու ձերքին է, բայց սպասում է քաջերին։ Նա լավ գիտի հայի կամքը, հայը չգիտի պարտվել, հազանչեցոց մեր սուվ վանքում դեր կլսվեն աղոթքներ։ Նա լավ գիտի հայի կամքը, հայը չգիտի պարտվել, հազանչեցոց մեր սուր վանքում դեր կլսվեն աղոթներ, չի մնալու Արցախը մեր, գերի հսկաց մշուշին, հայ զինվորը ետ կբերի, թե ադրութը թե շուշին։ Երեխեք եկեք կրկին երգը միասին երգենք։ Չի մնալու Արցախը մեր,
Գերի ընկած մշուշին, հայ զինվորը ետ կբերի, թե ադուտը թե շուշին, չի մնալու Արցախը մեր, գերի ընկած մշուշին, հայ զինվորը ետ կբերի, թե ադուտը թե շուշին։ Հեյ։ Կատարեցինք եւս մեկ առաջադրանք։ Տիգրան ջան, արի։ Ուզում ենք քեզ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հայրենիքը այսչափ սիրելու եւ կարեւոր գործ անելու համար։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը հասանելի է նաեւ Գեղաշենում։ Մի ալարեք, մեկնաբանություններում գրեք առաջադրանք, որպեսզի այսպես գան եւ կատարենք։ Ձեզ հետ ինչպես միշտ Արևիկներ, Մերին, Տիգրանը, Վահագը Եվ Գեղաշենցիները։ Եվ Վահագը, Գեղաշենցիները։ Նորայրը, Սարգիսը։ Պատրաստ, նայ, էսի կոչվում է իսկական պար։ Գիտես։ 3, 2, 1։ Գնաց։ Հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե։ Հեյ!